Եթե հանկարծ մտածում եք, թե Աստված Սուրբ Հոգին իջեցրեց նրանց վրա, իջեցրեց վերնատանը հավաքված մարդկանց վրա որոշակի նպատակով։ Եթե կարծում եք, թե այս անհատներից ոմանք պետք է դրանից հետո, այս իրադարձությունից հետո, գնային ու պարզապես մեկուսանային և համարձակորեն չհայտարարեին այս մասին, և ասածս վերաբերում է նաև կանանց, դուք չարաչար սխալվում եք։ Եթե դեմ չեք, ինձ հետ միասին բացեք Գործք առաքելոց գիրքը։ Ուզում եմ սկսել նրանից, ինչ Հիսուսն ասել է։ Ահա այստեղ Գործք առաքելոցի առաջին գլխում։ Նրա աշակերտները հավաքվում են Հիսուսի համբարձումից առաջ, և նա ասում է. «Հոր խոստմանը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք»։ Եվ Հիսուսը նրանց փաստացի պատվիրում է, որ չհեռանան Երուսաղեմից։ Նրանք հենց այդպես էլ անում են։ Նրանք մնում են և սպասում Երուսաղեմում։ Բայց ավելի կարևոր մի բան է ասվում 8-րդ համարում. «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին կամ Սուրբ Հոգին ձեզ վրա գա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Եվ ահա թե ինչ մենք գիտենք։ Նրանք սպասում էին խոստմանը, և ինչպես գիտենք, եթե շարունակենք կարդալ Գործք առաքելոց գիրքը, կտեսնենք, որ Սուրբ Հոգին նրանց վրա իջավ հոգեգալստյան օրը։ Եվ ես գիտեմ, գուցե բազմիցս ասել եմ, բայց սա կարևոր է։ Տղամարդիկ և կանայք հավաքվել էին այդ վերնատանը։ Եվ սա այն բանի կարևոր մասն է, որ այսօր պատրաստվում եմ ասել թերևս ուղերձիս երկրորդ մասում։ Բայց եթե հանկարծ մտածում եք, թե Աստված Սուրբ Հոգին իջեցրեց նրանց վրա, իջեցրեց վերնատանը հավաքված մարդկանց վրա որոշակի նպատակով, եթե կարծում եք, թե այս անհատներից ոմանք պետք է դրանից հետո, այս իրադարձությունից հետո, գնային ու պարզապես մեկուսանային և համարձակորեն չհայտարարեին այս մասին, և ասածս վերաբերում է նաև կանանց, ապա դուք չարաչար սխալվում եք, որովհետև Քրիստոսն ասել էր. «Գնացեք և սպասեք, մինչև ստանաք, զորություն ստանաք»։ Եթե վերադառնանք Ավետարանին, ապա բացարձակապես պարզ կդառնա, թե ինչու էին նրանք զգում Մխիթարիչի, Սուրբ Հոգու կարիքը, որ իրենց կողքը լինի։ Նա ասում է. «Երբ նա գա», ես այստեղ չպետք է արական սեռն օգտագործեմ, որովհետև հունարենում Սուրբ Հոգին չեզոք է, նա ոչ տղամարդ է, ոչ կին։ Կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի։ Ըստ էության Սուրբ Հոգին տրվում է օգնելու, ուղղորդելու համար։ Իսկ այստեղ նա ուղարկվում է այս հանձնարարությունն իրականացնողներին, որպեսզի օգնի դրված խնդիրը կատարելու հարցում։ Հաշվի առնելով այն, ինչ ասացի, փորձենք փորփրել և մի շարք հետաքրքիր մտքեր գտնել այս գրքում։ Եվ տեսնենք, կարող ենք արդյոք զատել լավն ու վատը, հասկանալ ինչն է ճշմարիտ և ինչը պարզապես հիմարություն։ Այո, այդպես էլ ասացի։ Լավ, իսկ ինչու եմ ես սա ասում, որովհետև կրկնեմ, ձեզ պատմում եմ իմ հիասթափությունների մասին, երբ մարդիկ ուշադիր չեն կարդում, տարատեսակ դոկտրիններ են հայտնվում։ Ես նոր խոսեցի վերնատանը հավաքված կանանց մասին, և դուք գիտեք, ես ֆեմինիստ չեմ, ոչ էլ շովինիստ։ Ես հետևում եմ այս գրքին և խոսում եմ ճշմարտության մասին սիրո միջոցով։ Եվ չկա ավելի վատ բան, քան մարդիկ, որոնք շատ նեղմիտ են։ Ես նրանց տեսնում եմ տարբեր վայրերում, տարբեր առիթներով, նրանք ասում են. «Կանայք չպետք է քարոզիչ լինեն»։ Լավ, այդ դեպքում չեք ասի, ինչու էին կանայք հավաքվել վերնատանը։ Ինչ է, նրանք այնտեղ էին, որ առաքյալների ոտնամանները մաքրեն։ Չեմ կարծում։ Այլապես Աստված կասեր. «Սա միայն տղամարդկանց ակումբ է, իսկ դուք կանայք սպասեք դրսում»։ Սակայն նրանց պատրաստում էին ծառայության համար։ Տեսեք հոգեգալստյան տոնին, Պետրոսը վեր է կենում և սկսում է քարոզել։ Եվ մենք գիտենք, որ այնտեղ բազմություն էր հավաքվել։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ այդ մարդիկ, որոնք հավաքված էին այնտեղ, թվարկվում են. Պարթևներ, մարեր, Էլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում ու Կապադովկիայում, Պոնտոսում, Փրյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ, հռոմեացի եկվորներ, հրեաներ, թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ։ Դա տարատեսակ մարդկանց բազմություն էր։ Հոգեգալստյան օրը, բերքահավաքի տոնը, նաև այնպիսի օր էր,
երբ ցանկացած մարդ կարող էր գալ Երուսաղեմի կենտրոն եւ զբաղվել իր սիրած գործով, այդ թվում ձեր սիրած գործով, հարկերը վճարելով, ճիշտ է։ Եվ տարօրինակ չէ, երբ մարդիկ հարցնում են. հիմա ինչ, այդքան մարդ ինչու էր հավաքվել այնտեղ։ Նրանք հավաքվել էին, որ տոնեն բերքահավաքը, բայց նրանք այնտեղ նաեւ հարկեր էին վճարում։ Եվ ես կարծում եմ, որ այնտեղ միաժամանակ նաեւ մարդահամար էր անցկացվում։ Կարծեմ 120 մարդ էր հավաքվել այնտեղ, այդ թվում Պետրոսը, որը վեր կացավ, որ քարոզ կարդա։ Մենք գիտենք, որ այդ ամբողջ բազմությունը նրան էր լսում։ Եվ եթե հիշում եք, Պետրոսն իր քարոզն է կարդում։ Նա վեր է կենում եւ ասում է. սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում։ Եվ նա շարունակում է խոսել եւ ասել, թե ինչ է իրականում կատարվում։ Եվ ինչպես է ստացվում, որ երկնքից ձայն է հնչում 15 կամ 17 լեզուներով կամ բարբառներով։ Ինչպես է ստացվում, որ յուրաքանչյուրն այն լսում է իր լեզվով կամ իր բարբառով։ Ահա թե ինչու Սուրբ Հոգին նրանց վրա պետք է իջներ այդ պահին։ Եվ մարդկանց այդ բազմությունից Պետրոսն էր, որ քարոզեց, եւ եկեղեցու հետնորդների թիվն ավելացավ 3000-ով։ Եթե ուզում եք կարդալ այս մասին, ասեմ, որ Գործք Առաքելոցի, եթե չեմ սխալվում, 2-րդ գլխի 41-րդ համարն է, ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին, եւ այդ օրը նրանք 3000 հոգով ավելացան։ Մեկ այլ տեղ Գործքի 4-րդ գլխի 4-րդ համարում ասվում է. եւս 5000 հոգի հավատացյալ դարձավ։ Եթե կարդաք 5-րդ գլխի 14-րդ համարը, գրված է, որ բազում հավատացյալներ ավելացան, տղամարդիկ եւ կանայք, այնպես որ այստեղ ծննդոցի պես մի բան է կատարվում։ Աշակերտների ծնվելուց հետո եւս մի բանի ծնունդ է տեղի ունենում, որը տարածելու է Աստծո խոսքն աշխարհով մեկ։ Եվ ես սա գրավիչ եմ համարում, որովհետեւ կարծում եմ, շատ մարդիկ են եկեղեցի գալիս։ Պատարակ կամ քարոզ լսում կամ ինչ էլ որ լսում են, բայց նրանք այնքան էլ չեն մտածում այն ամենի մասին, ինչ նախկինում է կատարվել։ Բայց նախկինում կատարվածի մասին իմանալը, լավ կամ վատ բաները, շատ կարևոր է։ Դա նույնն է, ինչ այս երկրի պատմությունն իմանալը։ Պետք է իմանալ այս երկրի պատմությունը, եւ ոչ թե խմբագրվածը, ոչ թե այն մեկը, որ վերանայվել է, այլ այն, որ ներառում է ստրկությունը։ Գիտեք, եթե սկսենք վատ բաները հանել եւ խմբագրել պատմությունը, մենք կունենանք մի բանի պատկեր, որը չի եղել եւ այդպես չի կատարվել։ Իսկ Աստվածաշունչն իրականում պատմում է եւ լավը եւ վատը։ Այն փոխանցում է պատմություններ մարդու, մարդկանց կամ իրադարձությունների մասին եւ չի փորձում դրանք լավ լույսի ներքո ներկայացնել։ Այդ լույսը երբեմն լավն է, երբեմն էլ վատը։ Եվ սա այն վայրն է, որտեղ մենք կարող ենք իրոք շատ բաներ քաղել այս գրքից, առանց որևէ բան հորինելու կամ վերափոխելու, ինչը շատերն են անում։ Լավ, հերիք է այս մասին։ Երևի նկատեցիք, որ փորձում եմ արագ անցնել Գործք Առաքելոցի վրայով։ 5-րդ գլխի 16-րդ համարում ասվում է. Եվ շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում, բերում էին հիվանդների ու պիղծ ոգիներից տառապողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։ Հիմա տեսեք, եթե նախ 3000 հավատացյալ կար, հետո 5000, ստացվում է 8000, բայց սկզբից 120 էր։ Եվ ով գիտի, միգուցե բազմաթիվ հավատացյալներ կային, որոնց չեն հաշվել, այս հաշվարկի մեջ չեն ներառել։ Եվ պատկերացրեք, որ Երուսաղեմում հայտնված մարդկանց ճնշող մեծամասնությունը տեղացի չէր։ Սա նշանակում է, որ այնինչ նրանք լսելու էին, այնինչ տեսնելու էին, իրենց հետ տանելու էին հայրենի երկրներ։ Եվ այդպես էլ եղավ։ Մի ակնթարթում պահի տակ մարդիկ հետ գնացին իրենց երկրներ, իսկ ես հենց նոր թվեցի այդ տարբեր տարածքները, ընդհուպ մինչև Հռոմ, որպեսզի պատմեն, թե ինչ լսեցին, թե ինչ տեսան։ Եվ իմ կարծիքով պատմության այս հատվածը շատ կարևոր է։ Եվ մենք գիտենք, որ Ստեփանոսին քարկոծում են։ Դա նկարագրված է 8-րդ գլխում այդ քարկոծման պահը։ Տեսնում եք, ինչ արագ եմ առաջ անցնում, որովհետև դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, որ հասնենք նպատակակետին։ Եվ միայն Ստեփանոսի նահատակվելուց հետո, Գործքի 8-րդ գլխի առաջին համարից, սկսվում են քարոզիչների դաժան հալածման նկարագրությունները։ Տեսեք, երբ Քրիստոսի աշակերտները դեռ նրա հետ էին եւ Հիսուսը դեռ կենդանի էր, ակնհայտորեն մեծ թշնամանք եւ ատելություն կար։ Եվ սա այն բանի սկիզբն էր, որը վերածվելու էր մեծ հալածանքի եւ մարդկանց ստիպելու էր լքել Երուսաղեմը, գնալ Հրեաստան եւ Սամարիա։
Եթե հիշում եք, Հիսուսն ասում է. «Չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, երբ հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։ Հիմա անցում անենք Գործքի 8-րդ գլխի 5-րդ համարին։ Փիլիպոսը Հիսուսի հետևորդներից մեկը իջնում է Սամարիա քաղաք եւ պատմում Քրիստոսի մասին։ Հիմա ասեմ այն, ինչ ինձ դուր է գալիս այս գրքում։ Եթե դուք կարդում եք այն կասկածամտորեն, դուք չեք նկատում նրբությունները։ Հիսուսն իրականում ասում է, որ այսպիսին է իրերի դասավորությունը եւ ահա թե ինչպես է ի հայտ գալիս այդ դասավորությունը։ Գուցե սա պարզապես զուգադիպություն է, բայց դրանք այնքան շատ են, որ ինչ-որ պահի ձեր գլխում պետք է որ միտք ծագի։ Անհնար է, որ այս ամենը պարզապես հորինվածք լինի։ Տեղեկությունները չափազանց շատ են, այդ թվում մեկը, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ։ Ահա Փիլիպոսը, որը գնում է Սամարիա Քրիստոսի մասին քարոզելու։ Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպոսի խոսքերը եւ տեսնում նրա կատարած նշանները։ Հիմա, եթե մի քիչ առաջ անցնենք, 26-րդ համարի սկզբում կկարդանք, թե ինչպես հրեշտակը, տիրոջ հրեշտակը Փիլիպոսին ասաց. «Վեր կաց եւ կեսօրին մոտ գնա Երուսաղեմից, Գազա իջնող ճանապարհով, այն անապատ է»։ Նա վեր կացավ եւ գնաց։ Նա հանդիպեց մի մարդու, գրված է Եթովպացի մի մարդու, որ ներքինի էր եւ Եթովպիայի կանդակի թագուհու պաշտոնյաներից։ Հիմա ուզում եմ այստեղ նշում անել, պարզապես ծանոթագրություն։ Գուցե այն ձեզ բացարձակ անկարևոր թվա, բայց ընթացքում ցույց կտամ, թե ինչու է դա կարևոր։ Նախ եւ առաջ փոքրիկ նշում արեք միտեղ։ Կանդակը թագուհու անունը չէ։ Լավ, գնացինք առաջ։ Այսպիսով Կանդակ են Տիտրոսը, որը նշանակում է մեծ ընտիկին, եւ կիրառվում էր որպես թագավորական տիտղոս երկիրը ղեկավարող կանանց համար։ Սա ուղղակի որպես ծանոթագրություն, բայց այն, ինչ պատրաստվում եմ ձեզ ասել, կբացատրի, թե ինչու է այս բառը գրավել իմ ուշադրությունը։ Կան այնպիսի պատմաբաններ, ինչպիսիք են Եվսեբիոսը, Ստրաբոնը, որը աշխարհագրագետ էր եւ պատմաբան, Պլինիոս Ավագը, որը հայտնի փիլիսոփա էր, Դիոն Կասիոսը, հռոմեացի պատմիչ ու պատմաբան։ Նրանցից յուրաքանչյուրը բացատրում է Կանդակեն, այնպես որ կարող եք ստուգել ասածս։ Թագուհու անունը Կանդակ չէր, լավ, սա առաջին հերթին։ Նվազագույնը 10 թագուհի է թագավորել 500 տարվա ընթացքում, մեր թվարկությունից առաջ 260 թվականից մինչև մեր թվարկության 320 թվականը։ Կանդակեն կամ Կանդակը այստեղ է հիշատակվում։ Իրականում, եթե նայենք եթովպական պատմագրությունները եւ իմ նշած պատմիչների արձանագրությունները, կտեսնենք, որ նրա անունը, եւ սա հավատքով չի լցնելու ձեզ, չի էլ զրկելու, բայց նրա անունը Ամանթիթերը է։ Նա թագավորել է իր հայրենիքում մեր թվարկության 25-ից 41 թվականներին։ Իսկ ինչու է դա այսքան կարևոր։ Որովհետև այժմ մենք գիտենք, որ Փիլիպոսին հանդիպած մարդը թագուհու արքունիքից էր եւ մեծ հեղինակություն ուներ։ Եթե կարդանք իմ նշած պատմաբանների վկայությունները, կտեսնենք, որ նա գանձապահ էր, այնպես որ նա թագուհու մերձավոր շրջապատից էր։ Եվ այսպես Փիլիպոսը քարոզում եւ բացատրում էր նրան։ Եթե հիշում եք, այդ մարդը Եթովպացի ներքինին փորձում էր հասկանալ Եսայայի գիրքը։ Փիլիպոսը մոտենում է նրան քարոզելու եւ ասում է. «Սա Հիսուսի մասին է, նրա մասին են այս տողերը։ Ուզում ես իմանալ, թե ում մասին է։ Հիսուս Քրիստոսի մասին է։ Հետ գնանք հին կտակարան, այն ժամանակ դեռ նոր կտակարան չկար, այնպես չէ»։ Եվ Փիլիպոսը նրան ամեն ինչ բացատրում է։ Փիլիպոսը բացարեց բերանը եւ սկսելով այս գրքից նրան ավետարանեց Հիսուսի մասին։ Եվ եթե հետո ինքներդ ձեզ համար կարդաք ամբողջ գլուխը, կտեսնեք, որ այդ մարդը չէր կարող տուն չվերադառնալ եւ չկիսվել Կանդակի հետ նրանով, ինչ իմացել էր։ Այնպես որ պատճառ կա, որ սա ասում եմ։ Մեր շրջապատում կան մարդիկ, որոնք Աստվածաշունչն են ուսումնասիրում, մարդիկ կան, որ պատմությամբ են հետաքրքրվում։ Եվ մենք գիտենք, թերևս յուրաքանչյուր հեղինակավոր պատմիչ ասել է, որ քրիստոնյաներն առաջին անգամ այդպես են կոչվել Անտիոքում, իսկ Հայաստանն առաջին քրիստոնյա պետությունն է։ Դե ինչ, այստեղ թերևս մտածելու շատ բան կա, մի րոպե կանգ առնելու եւ մտածելու։ Հայաստանը քրիստոնյա երկիր է հռչակվել մեր թվարկության 301 թվականին նրա արքայի կողմից։
Նրանց այբուբենը ստեղծվել է հատուկ նրա համար, որ Աստվածաշունչն ասորերենից թարգմանվի հայերեն։ Իսկ ինչ կասեք, եթե խնդրեմ այլ տեսակետից նայել այս ամենին։ Գործ Քառաքելոց գրքի այս իրադարձությունները, որոնց մասին խոսում եմ, ժամանակային առումով մոտ են համբարձմանը։ Չգիտենք, թե որքան մոտ են։ Ես չեմ կարող ճշգրիտ միջակայք նշել, բայց խոսքը տասնամյակի մասին չէ, եւ ոչ էլ 5 տարվա մասին է։ Մենք գիտենք միայն, որ այս իրադարձությունները կատարվել են մինչև մեր թվարկության 70 թվականը։ Սա հաստատ է։ Եկեք համարենք, որ այս իրադարձությունները հավանաբար տեղի են ունեցել 40-ականների սկզբին։ Եվ որևէ մեկն ինձ ուզում է ասել, որ մարդը, որին լուսավորել է Հիսուսի կյանքի ականատեսն ավետարանի միջոցով, չէր գնալու տուն եւ չէր տարածելու ավետարանը, եւ հետաքրքիրն այն է, որ վերջին հայտնագործություններում երկու բան կա, որ հայտնաբերվել է եթովպական հողում, եւ ես դրան ուշադրություն դարձրի եւ մտածեցի, սա յուրահատուկ մի բան է, պետք է մի քիչ ավելի խորն ուսումնասիրեմ։ Եվ այժմ ես կիսվում եմ ձեզ հետ, որ դուք էլ տեղեկություններ ունենաք արմատների մասին։ Մենք հաստատ գիտենք, որ ուշագրավ մի բացահայտում է արվել Բետա Սամատի քաղաքում, որի պեղումները վերջերս են արվել։ Եվ եթե լսել եք, որ սեմական որևէ բառ եմ սովորեցնում, կիմանաք, որ Բետան Բետա տառը չէ, այլ Բետ բառն է, որը նշանակում է տուն, իսկ Սամատի նշանակում է լսարան, լսելու տուն։ Գիտնականները պեղել են այն եւ համարում են, որ այնտեղ շատ հին, իսկ ես հիմնվելով գիտելիքներիս վրա նույնիսկ կարծում եմ, որ Սահարայից դեպի հարավ ամենահին եկեղեցին է եղել։ Այն գործել է ավելի քան 1400 տարի, իսկ հետո անհետացել է։ Ժամանակը չի խնայել այն։ Մեր թվարկության 600 թվականին այն արդեն գրեթե չկար։ Սա կարող է կապված լինել մահմեդականության ազդեցության կամ այլ բաների հետ։ Բայց ես սա ձեզ պատմում եմ այլ պատճառով։ Մյուս բանը, որ հայտնաբերվել է, այնտեղ երկհատոր ձեռագիր Մատյանն է, որը կոչվում է Գեմերայի կամ Գարիմայի ավետարան, որն այս պահին ամենահին նկարազարդ ձեռագիրն է աշխարհում։ Ուշադրություն դարձրեք, ասացի պատկերազարդ ձեռագրեր։ Սա նշանակում է, որ դրանցում նկարներ եւ պատկերներ կան։ Օքսֆորդի համալսարանում ռադիոածխածնային մեթոդով որոշվել է դրանց տարեթիվը։ Մինչ այդ բոլորն ասում էին, թե դրանք 10-րդ կամ 11-րդ դարի ձեռագրեր են։ Բայց գիտնականներն այլ բան են ասում։ Տարեթիվը դժվար է որոշել մագաղաթի, այսինքն դրա վիճակի պատճառով։ Գիտնականները հետաքրքիր միջակայք են նշում։ Ձեռագիրը միանշանակ գրվել է մինչև մեր թվարկության 600 թվականը, բայց հավանականություն կա, որ այն կազմվել է մոտավորապես 300 թվականին։ Խնդրում եմ մտածել այս մասին։ Այս ձեռագրերն ավետարանի արձանագրությունն են։ Հիմա եթե մի քիչ մտածենք, պետք է որ հարց առաջանա։ Արդյոք Հայաստանն է առաջին քրիստոնյա երկիրը, թե Եթովպիան սրա հիման վրա կարող է հավակնել այդ կարգավիճակին։ Բայց ինչու է սա կարևոր, որովհետև պեղումները շարունակվում են, մինչ մենք խոսում ենք։ Բայց ես չեմ հավատում այն պատճառով, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է պեղել եւ տարեթիվ որոշել։ Սա ipso facto է, այդպես էլ պետք է լինի։ Ես հավատում եմ հավատքի միջոցով։ Ես ընդունում եմ Աստծո խոսքը ըստ արժանվույն, այնպես ինչպես կա։ Բայց երբ այսպիսի բաներ են ի հայտ գալիս, հարց է առաջանում. դեռ որքան վայրեր կան, որ հոգեգալստյան օրվանից հետո այս մարդիկ գնացել են։ Քանիսն են եղել նրանք, ովքեր ներկա են եղել տոնին, ընդունել են կատարվածը, վերափոխվել են այդ օրը, հետ են գնացել իրենց հայրենիք եւ սկսել են, փորձեր են ձեռնարկել եւ քարոզներ կարդացել մարդկանց համար։ Եվ ահա թե ինչու է շատ կարևոր, որ մենք չվերցնենք առաջին պատահած տեղեկությունները եւ դրանցով առաջնորդվենք։ Հիմա ինչ է մեզ տալիս այս հայտնագործությունը։ Այն ասում է, որ իրականում շատ ավելի ակտիվ գործունեություն է իրականացվել, քան մենք իրականում տեղեկացված ենք։ Գիտեք, եթե վերցնենք միայն Հայաստանի մասը, կարող ենք ասել դրանից առաջ ոչ մի տեղեկություն չի եղել, ոչ մի գրավոր վկայություն չկա, իհարկե չհաշված ավետարանները։ Եվ ինձ մի հարց է հուզում, երբ ես մտածում եմ այս մասին։ Եթե հետ գնանք եւ կարդանք այն բոլոր մարդկանց մասին, որոնք ներկա էին, եւ տեսնենք, թե որտեղից էին նրանք եկել, կարծում եմ վստահաբար կարող ենք ասել, որ մի օր մենք կբացահայտենք ուրիշ եկեղեցիներ էլ, որոնք այս պահին դեռ հայտնի չեն։
Կամ Աստվածաշնչի այլ տարբերակներ, որոնք ավելի վաղ են գրվել, քան նրանք, որոնց մասին ասում ենք սրանք են իսկականը։ Այնպես որ սա ուշագրավ է, որովհետև կարծում եմ մի փոքր ավելի շատ տեղեկություններ է տալիս։ Գործք առաքելոց գրքում մենք կարդում ենք, որ այդ մարդիկ առաջին անգամ քրիստոնյա են կոչվել Անտիոքում։ Եվ բոլորը գիտեն, որ քրիստոնյա կոչվելուց առաջ նրանց անվանում էին ուղի, բայց բոլորը գիտեին, որ նրանք Քրիստոսի հետևորդներն են, եւ պատճառն այն չէ, որ նրանք խոսում էին սուրբ բաների մասին։ Դրանք վերափոխված տղամարդիկ եւ կանայք էին, որոնք առաքելություն ունեին։ Նրանք չէին եկել մարմնավաճառությամբ զբաղվելու, ուրիշ բանի համար էին եկել։ Դա համարձակ քայլ էր։ Նրանք չէին տատանվում նրանում, ինչի մասին խոսում էին։ Ինչու՞։ Տեսեք, երբ ես ինչ-որ բանի ականատես եմ եղել, ուրիշ մեկը կարող է գալ եւ ասել. «Այո, ես կարող եմ պատմել ձեզ այսինչի մասին, բայց ես կպատմեմ այն, ինչ իմ աչքով եմ տեսել, բայց աչքերս կարող են խաբել ինձ»։ Մարդիկ կարող են ասել. «Դու սխալվում ես», բայց երբ ես ասում եմ ես տեսել եմ դա, ուրեմն նախընտրության հարց է հավատալ ինձ թե ոչ։ Հատկապես երբ ես պատմում եմ մեկի մասին, որը դուրս է եկել գերեզմանից եւ շարունակել ապրել։ Սա անհեթեթ պահ է, այնպես չէ՞, բայց ես կարծում եմ, որ սա նույն սկզբունքն է, որը տեսնում ենք Աստվածաշնչում ամեն տեղ։ Աստված կամ բացում է մեր սրտերը, միտքը պատրաստ է դարձնում ընդունել դա կամ ոչ։ Եթե նա անում է դա, դուք արդեն պատրաստ եք լինում ընդունել։ Հիմա եթե վերադառնանք Գործք առաքելոց գրքին, որտեղ կանգ էինք առել, արդեն կտեսնենք Պողոսին, Սողոսին, որը դարձավ Պողոս, Դամասկոսի ճանապարհին։ Կամ կարելի է ասել նրա ճանապարհի սկիզբը, քրիստոնեական կյանքի ծնունդը։ Եվ միայն այն պատճառով, որ Աստված փոխակերպեց Պողոս առաքյալին, որպես կրոն քրիստոնեությունը զերծ մնաց հուդայականության մեկ այլ ճյուղ լինելուց։ Այսպիսով Աստված փոխակերպեց Պողոս առաքյալին, եւ Պողոսն ու Բարնաբասը սկսեցին իրենց առաջին միսիոներական ուղևորությունը դեպի Փոքր Ասիա եւ Կիպրոս։ Ես հիմա չեմ կարդա ամբողջ գլուխը, բայց միտեղ նշում արեք, հետո կկարդաք Գործքի 13-րդ եւ 14-րդ գլուխները։ Այդտեղ նաեւ ասվում է, որ Պողոսը քարոզում էր Սելևկիայում իր երկրորդ շրջագայության ժամանակ։ Դա նկարագրված է Գործքի 15-րդ գլխից կարծեմ մինչև 18-րդը։ Եվս մեկ անգամ խոսենք Փոքր Ասիայի մասին։ Տեսեք, եթե ձեր Աստվածաշունչն իմից է, նրա վերջում, ահա այսպիսի քարտեզ կա։ Եթե ձեր Աստվածաշունչն իմից է, այսպես պահեմ լավ, այսպիսով, ահա այստեղ կարող եք կարդալ Պողոսի միսիոներական շրջագայություն։ Սա մի հսկայական տարածք է շրջագայելու համար, մեկ կամ երկու հոգու համար։ Կարևոր չէ թե քանիսն էին նրանք, սա հսկայական տարածք է, որը պետք էր անցնել։ Գիտեք, երևի այնտեղ պետք էր կամ ձի վերցնել, կամ էշ, կամ նավակ։ Դա ընտրության հարց էր, կամ էլ պետք էր քայլել։ Դա հետաքրքիր ընտրություն է։ Եվ այսպես մենք դասակարգեցինք այն, ինչ Գործք գրքում է, այն վայրերը, ուր նա գնացել է, ինչ քարոզել է, ինչի հանդիպել է, ինչպես նաև այն, ինչ կատարվել է։ Երկրորդ շրջագայության ժամանակ նա այցելում է Փոքր Ասիա, մասնավորապես Մակեդոնիա, ինչպես նաև Փիլիպպե, Թեսաղոնիկե, Բերիա, Աթենք, Հունաստան եւ իհարկե Կորինթոս։ Անցնենք երրորդ ճամփորդությանը։ Եթե ձեր Աստվածաշունչն իմից է եւ գրքի վերջում քարտեզ ունեք, կտեսնեք, որ ճամփորդությունը կենտրոնացած է նույն շրջանների վրա, քիչ թե շատ։ Բայց մենք նաև գիտենք, որ Պողոս առաքյալն ավելի շատ ժամանակ է անցկացրել Եփեսոսում որոշ գնահատականներով մինչև 2 տարի։ Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել։ Եկեք պարզապես ասենք այն, ինչ եղել է։ Պողոս առաքյալն առաքելություն է իրականացրել նաև Մալթայում, Սիրակուզայում եւ Սիցիլիա կղզում։ Մի կարևոր բան էլ կա, որ բացահայտելու ենք։ Համբերեք մի քիչ։ Դա Պողոս առաքյալի եւ Բրիտանիայի կապն է։ Տեսնում եք, ես ուզում եմ այս գրքում գրվածով ցույց տալ ձեզ, թե ինչ զարմանահրաշ տարածում է գտել քրիստոնեությունը։ Հիմա կարող եք հարցնել ինչ է, խոսում եք Բրիտանիայի մասին։ Այո, եթե բացեք Հռոմեացիների գիրքը, 16-րդ գլուխը, կտեսնեք մի հիշատակում։ Այն սկսվում է 10-րդ համարից։ Դրա վերջին մասից։ Ողջունեք նրանց, որ Արիստոբուղոսի ընտանիքից են,
Իսկ հետո 13-րդ համարում ասվում է. «Ողջունեք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, եւ նրա մորը, որ նաեւ ինձ է մայր»։ Հիմա պետք է մի բան բացատրեմ, որովհետեւ բախվելու եք դրան։ Կներեք, որ ստիպում եմ այսքան շատ թերթել, բայց դուք կտեսնեք մեկ այլ անուն։ Նույն մարդու մասին է խոսքը Բ Տիմոթեոս գրքում։ Երբ գտնեք այդ մասը, ցույց կտամ, թե ինչ է դա։ Բ Տիմոթեոս։ Օ, այսօր մի լավ թերթել ենք Աստվածաշունչը։ Կարող եք հետո բոլորին պատմել, որ այսօր մի լավ տանջվել եք։ Լավ։ Բ Տիմոթեոս 4-րդ գլուխ համար 21։ Շտապիր գալ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են եւ Բուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։ Եվ Բուղոսը նույն անվան կրճատ ձևն է, որը հենց նոր կարդացի Հռոմեացիների գրքի 16-րդ եւ 10-րդ համարներում։ Արիստոբուղոս, դա նույնն է, ինչ մենք անգլերենում ենք անում, մեկին ասում ենք Բոբ, բայց նրա անունը Ռոբերտ է։ Իրականում խոսքը նույն մարդու մասին է, լավ։ Այն ինչի մասին ուզում էի խոսել, հետևյալն է։ Իմ նշած այս երկու հատվածները, որ հենց նոր կարդացի, կապված են միմյանց հետ։ Եվ ես ուզում եմ, փորձում եմ նշումներիս հետևել, որովհետև շատ բան ունեմ ասելու։ Եվ սա այն դեպքն է, երբ չեմ ուզում ոչինչ բաց թողնել։ Այսպիսով, Ռուֆուս Պուդեսի մասին։ Սա կրկնություն է մեծ մասիդ համար։ Ոմանց համար էլ նորույթ։ Ռուֆուս Պուդեսը ծառայում էր Հռոմում, իսկ Կլավդիան բրիտանուհի էր, նրա ազգանունը Ռուֆինա էր։ Պատմաբան Տակիտուսն ասում է. Բրիտանիայի հարավ-արևելյան տարածքները տրվել էին Բրիտանիայի թագավորին, հիմա փորձեմ ուժերս հավաքել եւ արտաբերել այս անունը։ Կամ Կոգիդունոս է, կամ Կոգիդուբնոս։ Այնքան էլ վստահ չեմ, թե ինչպես է արտասանվում։ Որպես պարգև Կլավդիոս կայսեր կառավարման ժամանակ Հռոմին հավատարիմ լինելու համար։ Սա մոտավորապես 50 թվականին էր, 50, 51, 52 թվականին։ Իսկ 1723 թվականին Չիչեսթերում մարմարյա քար է հայտնաբերվել, որի վրա գրված է եղել Քարադոքը, խնդրում է, հիմա բացատրեմ, թե ով է Քարադոքը։ Քարադոքը ոչ այլ ինչ է, քան Կարակտակոս անունը։ Սրանք նույն անուններն են, պարզապես մեկը լատիներենով է։ Նա խնդրում է պահպանել իր կյանքը որպես հռոմեական գթասրտության դրսևորում։ Եւ շուտով կիմանաք, թե ով էր այդ մարդը, որի մասին խոսում եմ։ Քարադոքը կամ Կարակտակոսը։ Գրված է, որ նա գթասրտություն էր հայցում։ Նրան ու նրա ընտանիքը, որպես գերիներ Հռոմ էին տարել։ Եվ ի զարմանս նրանց, հռոմեացիները զարմացնում են գերիներին, նրանց գթասրտությունը, բարությունը հետևյալն էր։ Դա այդքան էլ ներում չէր։ Նրանք ասում են, որ գերիները պետք է մնան Հռոմում 7 տարի եւ զենք չառնեն ձեռքը Հռոմից վրեժ լուծելու համար։ Եվ իրականում այդպես էլ ամեն ինչ լինում է, բայց եկեք չշտապենք։ Քարադոքի կամ Կարակտակոսի որդու անունը, եթե նայեք պատմության գրքերում, Լիեն է։ Սա անգլերեն տարբերակն է, իսկ լատիներենով Լինոս է։ Նա դառնալու է Հռոմի առաջին կաթողիկոսը։ Իսկ Քարադոքի դուստր Գլեդիսը ստանալու է Կլավդիա անունը։ Նա փոխելու է իր անունը։ Այս մարդիկ հիշատակվում են մասնավորապես Բ Տիմոթեոսի 4-րդ գլխի 21-րդ համարում, եւ Բուղոսը, որը նույն Արիստոբուղոսն է, նրա մասին նույնպես կխոսեմ։ Պուդեսը, Ռուֆոս Պուդեսը, Լինոսը, որը Քարադոքի կամ Կարակտակոսի որդին է, եւ Կլավդիան, որը նույնպես, մտքիս հետևեք, Հովսեփ Արիմաթեացու կողմից մկրտվելուց առաջ ուրիշ անուն ուներ։ Դարձավ Կլավդիա, հռոմեական անուն վերցրեց։ Հիմա, եթե դեռ գլխի չեք ընկնում, թե ինչ է սա նշանակում, ոչինչ, պարտավոր չեք այս ամենը մտապահել, բայց երբ մարդիկ ասում են լավ, ինչպես կարող եք խոսել Պողոս Առաքյալի եւ Բրիտանիայի կապի մասին, սա բացատրում է այդ կապը։ Այն մարդը, որին Պողոսը կոչում է եւ Բուղոս կամ Արիստոբուղոս, հռոմեացիների եւ Բ Տիմոթեոս գրքերում դառնում է Բրիտանիայի եպիսկոպոսը։ Իսկ հիմա եկեք խոսենք այս բառի մասին, քանի դեռ ուրիշ թեմաների չենք անցել։ Եկեք խոսենք հետևյալ բառերի մասին, իսկ հետո կշարունակեմ այս պատմությունը։ Սա ձեզ կօգնի հասկանալ, որ բոլոր այս մարդիկ իրենց ավանդն են ունենալու ավետարանի տարածման հարցում, եւ այս թեմայի շուրջ ես դեռ շատ բան ունեմ ասելու։ Նախ եկեք խոսենք այս բառի մասին։ Եպիսկոպոս։
Ինչ եք պատկերացնում, երբ ասում եք եպիսկոպոս։ Սա հռետորական հարց է, բարձրաձայն մի պատասխանեք։ Ինչ եք կարծում այս մասին, մտքում մտածեք։ Անգլերենում այդ բառը bishop հունարեն բառի թարգմանությունն է։ Այստեղ տառադարձված գրեմ։ Էպիսկոպոն կամ էպիսկոպոս։ Սա հունարեն լեզվով է, որով գրված է Աստվածաշունչը, նոր կտակարանը։ Չգիտեմ ինչպես, բայց այս բառն անգլերեն թարգմանվել է bishop, բայց էպի նշանակում է վերա, իսկ սկոպոն հսկիչ, վերահսկիչ։ Վերակացու, Հռոմի եպիսկոպոս, վերակացու, բայց սա չի նշանակում, խնդրում եմ ինձ լսեք։ Լսեք ինչ եմ ասում, դուք հեռուստատեսության աշխարհի մարդիկ, որոնք գիտեն, թե եկեղեցում մենք տիտղոսներ ունենք։ Եվ այդ տիտղոսներն ինչ-որ աստիճանակարգ ունեն, ոչ այդպիսի բաները մարդկանց մեքենայությունների արդյունք են, հայտնի կամ ազդեցիկ դառնալու ցանկության։ Իհարկե պետք է ինչ-որ առաջնորդ լինի, քանի որ եկեղեցին ընդլայնվում է, բայց եթե ես սկսեմ բացատրել, թե այն տիտղոսները, որոնք այս գրքում նշված են, ինչ են նշանակում, մենք երբեք չենք գա նրան, որ Լինոսը, Պետրոսը կամ Կղեմեսը Հռոմի պապ էին։ Դրան հաստատ չենք գա։ Իրականում պապ բառը գործածվելու է օրինականորեն, նկատի ունեմ օրինականորեն գործածվելու է Հռոմի կաթոլիկ եկեղեցում մոտավորապես 250 թվականին և սեփականաշնորհվելու է մոտավորապես 450 թվականին, իսկ 1073 թվականին ըստ էության ամբողջ իշխանությունը պատկանելու է մեկ մարդու, որը վերահսկելու է մարդկանց բազմությունը։ Բայց դա երբեք այն նպատակը չի եղել, որը նկարագրված է այս գրքում։ Լավ, հիմա հաշվի առեք, որ կաթոլիկ եկեղեցին այն ժամանակ ընկալվում էր որպես տիեզերական եկեղեցի։ Իսկ ով է դրա գլուխը։ Նայեք Կողոսացիների առաջին գլխի 18-րդ համարը։ Ով է այդ տիեզերական մարմնի գլուխը։ Դա մեկ ծառ է։ Իսկ ով է այդ ծառի գլուխը։ Ով է ամեն ինչի սկիզբն ու ավարտը։ Հիսուս Քրիստոսը, բայց նա ոչ մի պաշտոն, ոչ մի տիտղոս չունի։ Տեսեք, Պողոս առաքյալն ասել է, նա շնորհ տվեց ոմանց լինելու առաքյալներ, ոմանց մարգարեներ, ոմանց վարդապետներ կատարելագործելու սրբերին ծառայության գործում։ Բայց նա չի ասել, Աստված ոմանց կարգեց տիրելու եւ իշխելու մյուս մարդկանց, նրանց վրա ծանր պարտավորություններ դնելու, որոնք իրենք էլ չեն կատարում։ Քաղաքական գործիչների պես, այո, նրանց պես։ Մենք սահմանում ենք կանոնները, իսկ դուք հետևեք դրանց։ Այսպես է դա աշխատում։ Սա մտապահենք, որ հետո ավելի մանրամասն քննարկենք։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ ուրիշ բան ասել։ Քիչ առաջ ես մի շարք կանոններ նշեցի, իսկ դուք երևի մտածեցիք, այս ինչ է գրողը տանի, ինչ է նա խոսում։ Կարակտակոս, Քարադոկ, Լինոս, Ռուֆոս, Պուդես։ Տեսնենք։ Այս Կոգիդունոսը կամ Կոգիդուբնոսը, որի ազգանունը Կլավդիոս էր, կայսեր Հովանավորյալն էր, իսկ Պուդեսը նրա աներն էր։ Նրա դուստր Կլավդիան Հռոմ էր ուղարկվել կրթություն ստանալու Պոմպինիա անունով մի կնոջ հոգացության տակ, որը Բրիտանիան նվաճած Ավլոս Պլավտիոսի կինն էր։ Դուք կարող եք այս ամենը կարդալ պատմության գրքերում, աշխարհիկ արձանագրություններում եւ ստուգել այն, ինչ ասում եմ։ Դուք անգամ այս գրքի կարիքը չունեք։ Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք գոյություն են ունեցել։ Մենք կարող ենք պատմական աշխատություններում փնտրել եւ հաստատում գտնել, որ այս մարդիկ եղել են, ապրել են, տեղափոխվել են հեռավոր երկիր։ Իդեպ պատահական չէր, որ խոսքիս մեջ հիշատակեցի Հովսեփ Արիմաթեացուն, որովհետեւ Հովսեփ Արիմաթեացին եկել է այս երկրից, Սուրբ երկրից, եւ գնացել, սա հայտնի փաստ է, Գլաստոնբերի, որտեղ կառուցվել է առաջին քարե եկեղեցին։ Եվ դուք գիտեք, որ մարդիկ սիրում են տարբեր լեգենդներ ու առասպելներ պատմել։ Բայց այս մեկը փաստ է, նա անագի վաճառական էր եւ հսկայական հարստության տեր էր։ Եվ բազմաթիվ պատմագրություններ կան, որ հաստատում են սա։ Կարծես թե սկսում եք գլխի ընկնել։ Անգլիան դեռ գոյություն չուներ։ Անգլիան դեռ որոշ ժամանակ գոյություն չի ունենալու։ Իդեպ, վստահաբար 50-ական թվականներին Կեսարը տեխնիկապես ներխուժելու եւ գրավելու է այդ հողերը, որոնք բրիտանական էին,
Բրիտանիային էին պատկանում։ Եվ մենք այսօր խոսել ենք այդ մասին, որպեսզի ցույց տանք, որ շատ անգամ, երբ խոսում ենք պատմության մասին, որպես կանոն մենք հակված չենք սա ընկալելու որպես պատմություն, բայց սա պատմություն է, որ բացահայտում ենք։ Եվ երբ հենց հեղինակների կարծիքն ունեք եւ ունեք փաստագրված պատմությունը, պետք է այս լույսի ներքո նայեք փաստերին եւ ասեք, գուցե պետք է ավելի մեծ նշանակություն տալ նրան, ինչ կատարվել է հարյուրավոր տարիներ առաջ։ Իրականում ես դեռ չեմ հասել դրան։ Ես դες պարզապես ասում եմ, որ Քրիստոսի համբարձումից 20, 25, նույնիսկ 30 տարի անց տեղի ունեցածը մենք դեռ չենք դիտարկել։ Եվ դեռ շատ բաներ են տեղի ունենալու Քրիստոսի համբարձումից հետո, մինչև մոտ 313 թվականը, երբ Կոստանդինոս կայսրը դավանանքի մասին հրովարտակ է տալու, որի հիման վրա քրիստոնեությունն ընդունվելու է ամբողջ հռոմեական կայսրությունում, եւ քրիստոնյաների հետապնդումներ էլ չեն լինելու։ Գոնե նրա կյանքի օրոք։ Եվ ուրեմն ինչ եմ ուզում ասել։ Ես եւ դուք պատասխաններ ենք փնտրում, եւ ես ուզում եմ ձեզ մի հարց տալ, այն հռետորական է։ Դուք երբևէ այսպիսի բան մտածել եք, որտեղից է այս ամենը գալիս, որտեղից են գալիս այս արմատացած բաները։ Մարդիկ որպես բացարձակ ճշմարտություն են ընդունում, կարծում են, թե եկեղեցուց է գալիս։ Երբևէ ինքներդ ձեզ հարցրել եք, սա իրոք այն է, ինչ պետք է լինի։ Նկատի ունեմ այն պահերը, երբ ուզում եք համոզվել, որ ճիշտ ուղու վրա եք եւ ինքներդ ձեզ հարցեր եք տալիս։ Կարիք չկա, որ իմանաք այս տարեթվերը։ Կարիք չկա նույնիսկ այս մարդկանց անունները հիշելու, բայց պետք է իմանալ, որ գոյություն ունի երկար պատմություն, գրի առնված հարյուրավոր տարիներ։ Եվ ի դեպ, Նիկեայից առաջ, Նիկեայի ժողովից առաջ, 325 թվականին հրաշալի արձանագրություններ ունենք։ Հրաշալի։ Եվ ոչ թե մեկ մարդու, ոչ թե երկուսի, այլ խոսում ենք ամենատարբեր մարդկանց արձանագրությունների, աշխատությունների մասին, որոնք նվիրված են եկեղեցուն, տարբեր բաների, բայց ես չեմ պատրաստվում այդ ամենի մասին խոսել հիմա, բայց դրանք պատմում են Աստվածաշնչի Սուրբ գրքի տարբեր մասերի շուրջ վեճերի մասին, այն մասին, թե ինչպես են հավաքվել այդ 66 գրքերը, կամ խոսում են Սուրբ Ծննդի շուրջ վեճերի, Զատկի շուրջ վեճերի մասին, դրանք շատ են։ Սխիզմը, մեծ սխիզմը, պառակտեց եկեղեցիներն արևելքից դեպի արևմուտք եւ փաստացի բաժանեց եկեղեցիները։ Իդեպ շատ ճիշտ արեց։ Եվ ես ձեզ այս ամենն ասում եմ, որովհետեւ իրականում դուք պետք է ավելի շատ բան իմանաք Հիսուսի մասին, այն մասին, թե ինչպես են հետո մարդիկ նկարագրելու եկեղեցին։ Հիսուսը լավ մարդ էր, նա լավ ուսուցիչ էր, բայց գիտեք, ես եկեղեցի եմ գալիս լավ զգալու համար։ Դուք կարող եք ասել, գիտեք, ես իրականում չեմ զգում, որ այնինչ անում եք հոգևոր մի բան է։ Ոչ, այնինչ ես ձեզ տալիս եմ հիմքն է, որի վրա հենվելու եք եւ բացարձակ վստահ եք լինելու, որ Սուրբ Գիրքը մեկնաբանելիս բավականաչափ արժանահավատ գիտելիք ունեք։ Դուք զգացմունքների գերի չեք դառնալու։ Ես ձեզ ասել եմ, քրիստոնեությունը հիմնված չէ զգացմունքների վրա, այն հիմնված է փաստերի վրա։ Ես ուզում եմ, որ իմանաք այդ փաստերը։ Հիմա վերադառնանք այս պատմական փոքր աղետին։ Մեր թվարկության 43 թվականին Կլավդիոս կայսրը ներխուժեց Բրիտանիա 40,000-անոց զորքով։ Դա շատ հեշտ էր։ Այն ժամանակ դեռ բրիտանական զորքեր չկային։ Բրիտները, հենց բրիտները, որոնք կելտերի եւ մի խումբ քոչվոր ցեղերի ամբողջություն էին, կռվում էին միմյանց դեմ, համաձայնության չէին գալիս։ Եվ մինչ նրանք զբաղված էին կռվելով, հռոմեացիների համար մեկից մեկ էր այդ երկիր ներխուժելը։ Յուրաքանչյուրն իր գործով էր զբաղված եւ ոչ ոք ոչինչ չէր նկատում։ Դե բարև ձեզ։ Իսկ հետո այսպիսի մի բան է կատարվում։ Այդ ցեղերից մեկի թագուհին պայմանավորվում է հռոմեացի գեներալներից մեկի հետ Քարադոքին կամ Կարակտակոսին բռնելու համար, որն իր ընտանիքի հետ միասին, ինչպես ասացի, տարվում է Հռոմ։ Այնուհետև իհարկե մենք տեսնում ենք որոշ զարգացումներ, որ սկսվում են այստեղից։ Եթե նրանք մնում են Հռոմում, ինչպես նախատեսվում էր 7 տարի։ Եվ ի դեպ, ինչպես ասացի, Քարադոքի դստերը մկրտում է Հովսեփ Արիմաթեացին։ Եթե նրանք բոլորը մնում են այնտեղ, չեք կարծում, որ նրանք խոսում էին Աստծո ողորմածության, նրա վիթխարի գործերի, Աստծո արածների մասին։ Եթե չեք կարծում, որ այդպես էր, ուրեմն ցնդել եք, որովհետև ինչպես մյուս մարդիկ, որ լսել եւ ընդունել էին, նրանք էլ էին լսել, եւ նրանք անմիջական կապի մեջ էին։ Քեզ բարևում են։ Շտապիր գալ ձմեռը չեկած, քեզ բարևում են եւ Բուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։ Այդ ինչպես էր Պողոսը, որ նամակ էր գրում Տիմոթեոսին, շփվում այս մարդկանց հետ, որտեղ էլ նրանք լինեին։
Նրանք կարող էին դեռ Բրիտանիայում լինել կամ արդեն Հռոմ տեղափոխված լինել։ Բայց ակնհայտ է, որ նրանց միջև կապ է եղել։ Եվ այստեղ հաջորդ հարցն է առաջանում։ Ոմանք արդեն գիրք են գրել այս մասին։ Արդյոք Պողոս առաքյալը Բրիտանիա է այցելել։ Դե ինչ գիրքը կարդացեք։ Եթե շարունակենք կարդալ, կտեսնենք, ինչպես ասացի, Պողոսի շրջագայությունները, որոնց ընթացքում նա քարոզել է ավետարանը։ Կտեսնենք Պողոսին եւ նրա գրածները։ Իր նամակներում Պետրոս գրքում նա գրում է սփյուռքին, պանդուխտներին, նրանց, որ տարբեր տեղերում էին հայտնվել։ Նա գրում է այդ հեռավոր անկյուններում ապրողներին եւ խոսում է այդ մարդկանց հետ։ Նա ասում է Պոնտոսում, Գաղատիայում, Կապադովկիայում, Բյութանիայում։ Այնպես որ արդեն պատկերացում եք կազմում։ Իսկ մենք պատրաստվում ենք այս ամենը հաշվի առնել։ Մենք սա կանվանենք որոշակի փուլ։ 45-ից 65 թվականների միջակայք։ Սա 20-ամյա մի փուլ է, որի ընթացքում գործունեություն են ծավալել հետևորդները, առաքյալները, Քրիստոսի աշակերտները, որոնք գնացել էին այլ երկրներ քարոզելու։ Պետրոսը նրանցից միայն մեկն էր։ Եվ եթե շարունակենք, կտեսնենք, որ ըստ էության Պետրոսը մահապատժի է դատապարտվում, նա դատապարտվում է խաչելության, եւ նա ասում է, ինձ խաչեք գլխի վայր, որովհետեւ ես արժանի չեմ խաչվելու այնպես, ինչպես իմ Տերը, ահա թե ինչու եմ ես երբեմն հիասթափություն զգում, եթե սա հորինված մի բան է, ապա այս բոլոր մարդիկ կարող էին ասել, ես չգիտեմ ինչ եք խոսում, ես չեմ ճանաչում Հիսուսին, Հիսուսն ով է, ինչի մասին եք խոսում, ես երբեք նրա մասին չեմ լսել, նրանք կարող էին ուրանալ, կարող էին ձևացնել, թե ոչինչ չգիտեն, իսկ ինչպես էին այն ժամանակ հետևում մարդկանց, դա մեր օրերի պես չէր, որ ուր ուզում ես գնա, տեսախցիկներն ամեն ինչ ֆիքսում են, եթե կարծում եք, որ կարող եք հանցանք գործել Ամերիկայում, ապա ասեմ, որ երևի անտառներում էլ տեսախցիկներ կան, մեծ եղբայրը հետևում է ձեզ, բայց այն օրերին նրանք կարող էին չխոստովանել, այսինքն այն փաստը, որ նրանք պատրաստ էին մահանալ եւ մահանում էին, հանուն քարոզելու եւ հանուն Հիսուսի, կարծում եմ կարևոր մի բան է ավելացնում պատմությանը, ոմանք կարող են ասել, դե եթե հավատում եք այդպիսի բաների, իսկ ես հավատում եմ, եթե սկսենք հիշատակել այդ բոլոր մարդկանց, ապա ասեմ, որ արդեն նշել եմ Փիլիպոսին, իսկ նրա հետ կապված շատ խառը պատմություն կա, եթե կարդանք նրա առաքելության, նրա քարոզների մասին, որովհետև նրան հաճախ են շփոթում մեկ կամ երկու այլ անձանց հետ, որոնք նույն անունն ունեին։ Ավանդություններ կան Գաղաթիա, Փրյուգիա նրա այցելության մասին, սակայն մենք հաստատ գիտենք, որ նա խարազանվել է մեր թվարկության 54 թվականին, հետո բանտ նետվել եւ Ֆոքսի նահատակների գրքի համաձայն գլխի վայր խաչվել է։ Եվ իհարկե, նրա մարմինը ենթադրաբար թաղված է Հիերապոլիսում։ Հովանեսը, Հակոբոսի եղբայրը եւ Պետրոսը հաճախ են միասին հանդիպում։ Մենք նրանց տեսնում ենք Գործք գրքում, Կաղ մարդու բժշկման հատվածում։ Այս վայրերն այնքան շատ են, եթե կարդաք Սուրբ Գիրքը, կտեսնեք, որ այդ վայրերն այնքան շատ են, որ չենք հասցնի թվել նույնիսկ։ Եվ մենք խոսում ենք դրանց մասին։ Օրինակ, ես նշեցի Եթովպիան, Քուշի թագավորությունը։ Այս քարոզները տարածվել են Եգիպտոսի խորքերում։ Իսկ հետո, եթե առաջ անցնենք, այստեղ մի փոքր շփոթ է առաջանում։ Եթե կարդանք Անդրեասի մասին, բավականաչափ վկայություններ կան այն մասին, որ Անդրեասը գնացել է քարոզելու սկիֆներին, իսկ դա Սև եւ Կասպից ծովերի մերձակայքն է, այդ ամբողջ հատվածը։ Ուզում եմ մտածեք այս մասին, ես վստահ չեմ մղոնների կամ կիլոմետրերի հարցում, բայց եթե մի քիչ խորանաք, Սկիֆիան ահագին հեռու է Երուսաղեմից։ Մտածեք այս մասին։ Այսպիսով, մենք տեսնում ենք, ականատես ենք տարածմանը, ուղերձի տարածմանը, բայց ո՞րն էր այսպիսի անհավանական, վտանգավոր, հեռավոր ճամփորդությունների շարժառիթը, ինչը պետք է շարժառիթ լիներ։ Այնուհետև մենք տեսնում ենք, որ ուղերձը հասնում է Բրիտանիա, որն այն ժամանակ դեռ Անգլիա չէր կոչվում։ Եվ վերցնենք մյուս դեպքը, որի մասին որոշ մարդիկ ասում են, թե պարզապես լեգենդ է, ավանդություն։ Բայց ես այդպես չեմ կարծում մի քանի այլ պատճառներով։ Դա Մարիամ Մագդաղենացու, Հովսեփ Արիմաթեացու եւ Նիկոդեմոսի, ինչպես նաեւ Մարիամի, Հիսուսի մոր Ղազարոսի ու Մարթայի մասին է։ Որոշ մարդիկ սրա վերաբերյալ ասում են, դա լեգենդ է, որ նրանք մեկնել են Ֆրանսիայի հարավ, լեգենդ է, որ նրանց նավ են նստեցրել առանց առագաստի, առանց թիերի եւ նրանք ինչ-որ ձևով կարողացել են տեղ հասնել։ Ես դժվարությամբ եմ կարողանում ընկալել եւ մի բան հասկանալ։ Ես այնտեղ եղել եմ։ Ասեմ, որ անհնար է գնալ այդ տեղանք, որը գտնվում է Ֆրանսիայի հարավում, եւ չնկատել մի քանի ապշեցնող բան։
Օրինակ, այնտեղ մի վայր կա, որ կոչվում է Մաղի, եւ փաստացի, եթե շրջագայեք Ֆրանսիայով, այնտեղ ամենուր Մաղի է, Ժոզեֆ, Մարիամ ու Հովսեփ, բայց խոսքը ոչ թե կույս Մարիամի ամուսին Հովսեփի մասին է, այլ Հովսեփ Արիմաթեացու։ Դուք կտեսնեք այնքան անվանումներ, վայրեր, ծխական համայնքներ, եւ դրանք բոլորը պատմություն ունեն։ Եթե ժամանակ ծախսեք, կհայտնաբերեք, որ այդ պատմությունները շատ են։ Եթե ուշադիր ուսումնասիրեք, կտեսնեք, որ նրբություններ կան։ Օրինակ, այս վայրը կոչվում է Մաղի, բայց այն հոգնակիով է, վերջում Ս կա։ Մաղի չէ եզակիով, այլ Մաղի Ս-ով։ Այնտեղ ասում են, որ լեգենդ կա Մարիամների հետ կապված։ Մարիամ Մագդաղենացու եւ Հիսուսի մայր Մարիամի, հավանաբար նաեւ այլ Մարիամների մասին։ Ես կարծում եմ, որ շատ դժվար է անտեսել այս քանակությամբ տեղեկությունները, եւ ինչպես ասացի, եթե ժամանակ տրամադրեք, կտեսնեք այն ուղին, թե ինչպես է ավետարանը հայտնվել այս աշխարհագրական տարածքում։ Իսկ սա ասում եմ նրանց համար, ովքեր չեն ուզում ասածներս ընդունել որպես ավետարանական ճշմարտություն։ Ես մի առաջարկ ունեմ ձեզ։ Գնացեք գտեք արձանագրությունները, որ սկսվում են հետ առաքելական շրջանից։ Այնտեղ շատ հետաքրքիր բաներ կգտնեք։ Այս նամակն իրականում հետ առաքելական չէ, դա սխալ բնորոշում է։ Փոխարենը պետք է ասել Քրիստոսի կյանքի ականատեսների նահատակվելուց հետո, բոլորի բացառությամբ թերևս Հովանեսի, որն իր մահով է մահացել։ Եվ դուք կարող եք կարդալ Հիսուսի հետնորդների կամ հաջորդների գրածները, որոնք ղեկավարելու են եկեղեցին կամ ուղղորդելու են այն, որոնք ամենայն մանրամասնությամբ ներկայացնելու են, որ ականատեսների ականատեսն են եղել։ Նրանք սովորել են այս ականատեսներից, ծառայել են նրանց եւ ավետարանը ստացել նրանցից, ովքեր Հիսուսի կյանքի առաջին ականատեսներն են եղել եւ հեռացել կյանքից։ Ամեն ինչ շատ է բարդանում, երբ սկսում եք ուսումնասիրել եկեղեցու պատմության պատմական մասը, սկսած մոտավորապես 100 թվականից։ Ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչպես են այս ականատեսները, որոնք փաստացի քարոզել են հաջորդ սերնդին, հետագայում դարձել եկեղեցու վերակացուներ, գլխավորել փառաբանությունը կամ այլ բաներ։ Անհնար է մեկը մյուսից տարանջատել։ Բայց գիտեք ինչն է հնարավոր։ Ինչպես ասացի, թող այն մարդիկ, որոնք չեն ուզում ընդունել այն, ինչ ասում եմ, չեն ընդունում որպես փաստ։ Թող դիմեն արձանագրված, աշխարհիկ, բայց ամեն դեպքում եկեղեցու պատմության օգնությանը։ Եվ ես ասում եմ աշխարհիկ, քանի որ այն սրա մի մասը չէ։ Իրականում դա եկեղեցական պատմությունն է։ Բացեք եւ սկսեք կարդալ մոտավորապես 100 թվականից, եւ կտեսնեք, որ 100-ից մինչև 313 թվականը այդ ժամանակահատվածում դուք անհավանական բացահայտումներ կանեք։ Այնտեղ շատ կան մարդիկ, որոնք հիմար ճառեր են ասում, որոնք բերում են, եթե հիշում եք մի քանի շաբաթ առաջ եմ ասել այդ մասին, բերում են հերետիկոսության, կարծեմ Կողոսացիների գրքի հետ կապված եմ ասել։ Առաջանում են մոնտանականները, արիոսական վեճը, սրանք մարդիկ էին, որոնք Քրիստոսի հետևորդներն էին։ Դեռ լինելու են գնոստիկները, նրանք նույնպես հետևորդ էին, հետևում էին այս գրքին, բայց հետո սկսում են ինչ-որ բաներ հանել եւ ավելացնել, կամ ինչ-որ բաներ միացնել, դրանք միմյանց հետ խառնել, միատար դարձնելով եւ շփոթեցնելով, ինչը բերում է մոլորության։ Այդ մոլորության մի մասը եկեղեցին ընդունում է։ Հատկանշական է, որ այդ եկեղեցական ժողովները գլխավորում էին սխալվելու հակված մարդիկ։ Իսկ որոշ բաներ այնքան ճշմարտանման էին թվում, որ նրանք պարզապես ընդունում էին։ Որոշ դեպքերում էլ ասում էին, իրականում մենք այդ հարցերի պատասխանը չունենք, բայց մարդկանց մեծ խմբով մենք քվեարկություն ենք արել եւ եկել ենք այս եզրակացության։ Ժողովները մոտավորապես այսպես են աշխատում։ Չեմ ասում, թե ամեն անգամ այդպես է լինում, բայց օրվա վերջում ամեն ինչ այդպես էլ ավարտվում է։ Եվ ես խնդիր ունեմ այն ամենի հետ, ինչ նոր ասացի ձեզ, բայց եթե ուզում եք իմանալ, թե որ կետից է եկեղեցին սկսել սխալ ուղղությամբ գնալ, սկսեք այստեղից։ Պետք չէ պատմության գրքերը սերտել, սկսեք այստեղից։ Կորինթացիներին ուղված նամակները, մենք գիտենք, որ դրանք 4-ն էին, շտկող նամակներ էին։ Եվ այն, ինչ տեսնում ենք Կողոսացիների գրքում, նույնպես շտկող նամակ է։ Կորինթացիների պես չէ, բայց դա հերետիկոսությունը շտկող նամակ է։ Եվ արդեն կարող եք պատկերացում կազմել, որ նախքան այս գրքի կանոնացվելը եւ այս 66 գրքերը միասին հավաքելը, արդեն այսպիսի տարաձայնություններ էին լինում, որոնք ներս էին սողոսկում եւ արմատավորվում։ Եվ ես մեծ պատասխանատվություն եմ զգում
այս տեղեկությունները տրամադրելու համար։ Եվ նրանցից ոմանք, ովքեր հետաքրքրված են, կարող են ասել, ես չեմ հավատում, դա չի կարող ճշմարտություն լինել։ Գնացեք եւ ճշտեք, գնացեք գտեք դա պատմության գրքերում։ Իսկ հիմա, եթե շարունակենք եւ կարդանք այն բոլոր մարդկանց մասին, ովքեր կան այս գրքում, կիմանանք, որ օրինակ Հովհաննեսը աքսորվել է Պատմոս կղզի։ Ես չգիտեմ, թե արդյոք Պատմոսում մարդիկ էին ապրում, նա մենակ էր այնտեղ, թե ոչ։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ձեզ ասել հետևյալը. նրա աքսորումից հետո, երբ նա վերադարձավ Եփեսոս, մի բան հստակ է, նա շարունակել է ավետարանել, քարոզել եւ սովորեցնել։ Չեք լսել, չէ՞ որ նա Եփեսոսի պապ նշանակված լիներ, լսել եք։ Նա նույնիսկ եպիսկոպոս չի նշանակվել, եւ եթե այնտեղ կար մեկը, որ կարող էր նշանակվել, դա նա էր, վերջին կենդանի մնացածը։ Մենք խոսում ենք մեր թվարկության 96-98 թվականների մասին։ Նա չի ստացել ոչ մի տիտղոս, բացառությամբ թերևս առաքյալ կամ սիրո աշակերտ կոչումների, բայց ես չեմ լսել, որ նրան ինչ-որ հատուկ տիտղոսով դիմեն։ Եթե շարունակեք ուսումնասիրել արձանագրությունները, կտեսնեք, որ յուրաքանչյուր մեկը, ով Սուրբ Հոգի էր ստացել, հավատարիմ է մնացել այդ առաքելությանը, նա գնացել եւ ավետարանել է։ Ահա թե ինչու ձեզ ասացի, որ հնարավոր բան չէ, որ այս անձանցից որևէ մեկը արձակուրդ վերցներ։ Եվ իրականում այդ արձանագրություններում, որոնք կարծում եմ լեգենդներ ու առասպելներ են, ասվում է, թե Մարիամ Մագդաղենացին, երբ Ֆրանսիայի հարավ է եկել, ապրել է քարանձավում եւ ըստ էության դարձել ճգնավոր եւ ապրել 30 տարի։ Ոչ, անհնար է, ոչ։ Հասկանում եք, երբ մարդ Սուրբ Հոգի է ստանում, նա չի կարող լուռ նստել, բերանը փակել, չի կարող լուռ նստել հանուն Քրիստոսի։ Նա ամեն ինչ անելու է, որ տարածի այդ լավ լուրը, այնպես որ անհնար է։ Մենք կարող ենք պարզել, միմյանցից տարանջատել լեգենդներն ու առասպելները եւ փաստերը։ Բայց այս ամենի գլխավոր իմաստը հետևյալն է. այս ամենն արձանագրված է։ Մենք կարող ենք հետևել Թովմասին, իսկ Թովմասը մեկնել էր Հնդկաստան իր առաքելությունն իրականացնելու։ Այդպես էլ ավետարանը հասել է այնտեղ։ Սա ապշեցուցիչ է, որովհետև Հիսուսի աշակերտները, առաջին աշակերտները միավորվել են նրանց հետ, ովքեր ներկա էին հոգեգալստյանը, միավորվել են այն մարդու հետ, որին նշել եմ, Եթովպացի ներքինիի տարբեր անձանց հետ։ Նրանք բոլորը ստացել են ուղերձը եւ տարածել են այն աշխարհով մեկ։ Դա անհավանական է։ Միայն պատկերացրեք, Քրիստոսի մահվանից, նրա հարությունից եւ համբարձումից բառացիորեն մոտ 270 տարի անց քրիստոնեությունը, եթե ուշադիր լինեք քարտեզին, տարածվել է այդքան հեռավոր վայրերում։ Սա մեզ ասում է, որ նախքան Աստվածաշնչի կամ ձեռագիր մատյանների կազմվելը, մենք շատ լավ տեղեկացված էինք ոչ միայն այն մասին, թե ինչպես է տարածվել ավետարանը, այլև ինչպես է առաջացել եկեղեցին։ Հասկանում եք, թե ինչ եմ ասում եկեղեցու նպատակի մասին։ Այն գոյություն է ունեցել եւ կյանքի է կոչվել ոչ այլ ինչի համար, քան Աստծո խոսքը տարածելն է, Աստծո խոսքը մեկնաբանելը, Աստծո խոսքը մարդկանց հիշեցնելը, Աստծո խոսքը բացատրելը։ Եվ եթե ուշադիր լինեք անգամ տիտղոսներին եւ կոչումներին, որոնք Պողոս առաքյալը նշում է մարգարեների, ավետարանիչների, քարոզիչների համատեքստում, դրանք խոսքի վրա են հիմնված։ Նա ոչ միտեղ չի ասում, եւ նրանք բոլորը շոումեններ են դառնալու, հումորիստներ են դառնալու, կատակներ են պատմելու Հիսուսի մասին։ Ոչ միտեղ։ Չեմ ուզում ծիծաղելի թվալ, բայց ուզում եմ տեղ հասցնել ասածս եւ Գուցե ինչ-որ մեկն ասի, օ, իրոք լուրջ ես մոտենում այս ամենին, այնպես չէ։ Այո, եւ ուզում եմ դուք էլ նույնն անեք։ Սա է նպատակը։ Իմ նպատակը, իրականում ես չէի կարծում, թե նպատակ ունեմ, բայց հիմա այդպես էլ ասում եմ։ Այս տարի իմ նպատակը համոզվելն է, որ մի քիչ ավելի շատ եմ խորացել խոսքի մեջ եւ մի քիչ ավելի շատ բան եմ պեղել, քան նախորդ տարի։ Այսպիսով, եթե կարդաք բոլոր այն անձանց մասին, որոնք հետևել են Հիսուսին եւ հիշատակվում են Աստվածաշնչում, կհայտնաբերեք այդ մեծ առաքելության իրականացման ձևերը։ Այդ մարդիկ գնացել եւ քարոզել են, սովորեցրել են, տարածել են խոսքը, եւ դա բերել է ինչի։ Բերել է եկեղեցու ստեղծմանը, շինություններ կառուցելու կարիքի, եւ կապ չունի դրանք տնային եկեղեցիներ էին, փոխակերպված սինագոգներ էին, թե ի վերջո շինություններ էին, որոնք կառուցվել էին բացառապես եկեղեցի կոչվելու համար։ Մի ասեք ինձ, թե եկեղեցին հայտնվել է ուրիշ բաների շնորհիվ։ Այն ստեղծվել է Աստծո ուժով եւ այն մարդկանց շնորհիվ, որոնք հռչակել են այդ ուժը եւ ուրիշներին պատմել, թե ինչ է արել Աստված նրանց համար, թե ինչ է Աստված արել բոլորի համար, ովքեր լսելու են եւ ընդունելու են։
Նրանք մեղքերի թողություն են ստանալու ոչ միայն ներկայում, այլև այնտեղ, հավերժությունում։ Այդ պատճառով էլ երբ մենք խոսում ենք եկեղեցու մասին, ես վերադառնում եմ նրան, ինչից սկսել եմ։ Այդտեղ ավելի շատ բան կա, շատ ավելին։ Երբ սկսում ենք փորփրել, հասկանում ենք, որ մեր բախտն ուղղակի բերել է։ Մեր բախտը բերել է, որ եկեղեցին կանգուն է մնացել, անցնելով, այսպես ասած, այդ ամբողջ բազմազանության, զիգզագների եւ հերետիկոսությունների միջով։ Մեր բախտը բերել է եւ մենք օրհնված ենք, որ Աստծո խոսքը մեզ է հասել։ Աստված ինչ-որ կերպ դա արել է։ Իրականում Աստված ինչ-որ կերպ հոգացել է, որ պահպանի այս եկեղեցին, անգամ երբ բոլորն ասում էին, հնարավոր չէ, այն չի կարող գոյություն ունենալ։ Հիմա ձեզ մի բան կասեմ։ Դա կարևոր է, որպեսզի հետևեք եկեղեցու պատմությանը եւ հստակություն ունենաք։ Եվ երբ սկսեք դա անել, կսկսեք տեսնել այն բոլոր բաները, որ մեզ թելադրում են, եւ մարդկանց, որոնք եկեղեցում տոնում են մի բան, որը երբեք չի եղել այս գրքում։ Ոչ, ես իրավագետ չեմ, ոչ էլ ֆունդամենտալիստ, բայց եթե ուզում եմ հավատք ունենալ, ես պատրաստվում եմ սկսել նրանից, ինչ կարող եմ սովորել այս գրքից, որտեղ սևով սպիտակի վրա գրված է։ Դա է ինձ համար հիմք լինելու, այլ ոչ թե ինչ-որ մեկի գաղափարը, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին, կամ թե ինչպես է եկեղեցին ստեղծվել, կամ էլ թե ինչն է կարևոր եկեղեցու համատեքստում։ Ասեմ, ինչ նշանակություն ունի եկեղեցին ինձ համար, եւ սա պարզապես փոքրիկ վկայություն է։ Մենք այստեղ վկայություններ չենք անում, բայց ուզում եմ ասել դա։ Երբ ես դեռահաս էի, ինձ համար եկեղեցի նշանակում էր գնալ այնտեղ։ Ես հասուն դեռահաս էի եւ շատ էի շրջագայում։ Եկեղեցին ինձ համար այն կառույցներ գնալն էր, որոնք հրաշալի զարդարված էին, ֆանտաստիկ հնագիտական արժեք, արվեստի շքեղ գործեր ունեին, որ նստեի եւ գնահատեի։ Չգիտեմ էլ թե ինչու, որովհետեւ վաղուց էի ասել, ես չեմ ուզում այդ ամենի մասը լինել։ Ով կուզի լսել ֆոկուս-պոկուսի եւ մնացած բաների մասին։ Այն ինձ համար նշանակություն չուներ։ Այն, ինչպես ասում են, սիրտս չէր մտել, միտքս չէր զբաղեցրել։ Մի քանի անգամ որոշել եմ հետ գնալ եւ փորձել տեսնել, թե արդյոք այն ինձ կհետաքրքրի, բայց դա նման էր նրան, որ մարդիկ գնում են եւ նա անում։ Եվ այդպես մի 20 րոպե։ Այն ժամանակ եկեղեցին մեծ նշանակություն չուներ ինձ համար, որովհետև գլուխ չէի հանում դրանից։ Ես հավանաբար նույնիսկ չէի հարգում այն։ 35 տարի առաջ իմ ժամանակը չէր եկել, բայց երբ ինձ համար եկավ Աստծո ժամանակը, ես եկեղեցում էի։ Լսում էի, չեմ էլ հիշում, թե ինչ էի լսում, շատ անգամ ամեն ինչ չէ, որ հասկանում էի, բայց սիրտս բաց էր, միտքս բաց էր, եւ ահա մենք այստեղ ենք, չգիտեմ, միգուցե 25 կամ գրեթե 30 տարի անց, եւ կարծում եմ գիտեմ, թե ինչու եկեղեցին գոյություն ունի, իմ փափագը եւ առաքելությունն է եկեղեցուն աջակցելը, նրա եկեղեցուն եւ նրա կողմից կանչվածների, որոնք սնվում են Աստծո խոսքով, կենտրոնացած են ճիշտ բաների վրա, նրա վրա, եւ հիշում են այն պատճառը, թե ինչու է Աստված նրանց նախ եւ առաջ այստեղ բերել։ Եվ այս ամենն այն պատճառով չէ, որ պետք էր ինչ-որ բանով զբաղվել կիրակի օրը, կամ մի լավ զվարճանալ։ Աստված ձեզ բերել է այստեղ այնպես, ինչպես ինձ է բերել, որ սովորենք, աշակերտ լինենք, աճենք եւ ավելի լավ հասկանանք նրա ուղիները։ Եվ ես չեմ կարծում, որ հասցնելու եմ ամեն ինչ անել կյանքիս ընթացքում, բայց ես պատրաստվում եմ սրանով առաջնորդվել, որովհետև մեր սերտ շփումն է ինձ բերել այն մտքին, թե որքան կարևոր է այս ուղերձը եկեղեցու մասին։ Մի ասեք, օ, նա մի գլուխ խոսեց պատմության թվականների եւ մարդկանց մասին, որոնք ինձ պետք էլ չեն, որովհետև եթե չլինեին այդ մարդիկ ընկերներ, գուցե մենք այստեղ չլինեինք, բայց փառք Աստծո նրանք արել են այն, ինչ արել են, եւ փառք Աստծո մենք շարունակելու ենք անել այն, ինչ անում ենք մինչև Հիսուսի գալուստը։ Սա է ուղերձը։ Ես Հովիվ Մելիսա Սքոթն եմ։ Դուք դիտում եք իմ ուղիղ եթերը Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի հավատքի կենտրոնից։ Եթե դուք եք ցանկանում միանալ մեզ ամեն կիրակի առավոտյան ժամը 11-ին, զանգահարեք 1-800-338-3030։ Եթե ցանկություն ունեք ստանալու ավելի շատ գիտելիքներ, այցելեք մեր կայք www.pastormelissaskot.com